Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց ծննդյան առիթով, նաև զրույց երկկողմ հարաբերությունների թեմայով։ Զանգեզուրի միջանցք խոսույթը Հայաստանի տարածքի մասին չէ, հայտարարություն Երևանից խոսնակի շուրթերով։ Հայ-ռուսական հարաբերությունները Գրիգորյան կոպիրքին քննարկման առանցքում։ Թրիփի կառուցման գումարը երբ կհասնի Հայաստան, հայտնի չէ։ Փարաքարը նոր համայնքապետ ունի, Օնիկ Հախվերդյանը սպանված համայնքապետի թիմից է։ Երկրորդ նախագահի թիմը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Հաշված օրեր հայտարարագիր լրացնելու համար, քանի քաղաքացի է արդեն լրացրել ՊԵԿ-ի հավելվածը։ Վրաստանի նախկին նախագահը ծրագրել էր մտնել նախագահական նստավայր Կոբախիձեի հայտարարությունը։ Պայթյուն Փարիզում պաշտոնաթող վարչապետի նստավայրի մոտ։ Ինչու պատմության գիրկը ուղարկեցին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Եվ Էրեբունի Երևան տոնակատարություններ մայրաքաղաքում հոկտեմբեր 11-12-ին։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շնորհավորել ծննդյան օրվա առիթով, կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը, վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի անձնական ներդրումը։ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու մեր երկրում Ռուսաստանի դեսպանը։ Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, մտքեր փոխանակելով արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ։ Թյուրքական պետությունների կազմակերպությունն այսօր ադրբեջանական Գաբալայում կայացած գագաթնաժողովի ավարտին համատեղ հռչակագիր է ընդունել, որում ընդգծում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի և Միջին միջանցքի կարևորությունը։ Նշում են, թե դրանք կարևոր դերակատարություն կունենան միջտարածաշրջանային համագործակցության ընթացքում։ Իսկ մինչև այդ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից էր խոսել Ալիևը, հայտարարել, թե այդպես Հարավային Կովկասը կդառնա իբրև խաղաղության տարածք։ Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրանքից կառույցների փակման շուրջ Վաշինգտոնի գագաթնաժողովի ելույթին, չմոռանալով կրկին օգտագործել Զանգեզուրի միջանցք տերմինը։ Զանգեզուրի միջանցք խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին, սա արդեն վարչապետի խոսնակի պատասխանն է Ալիևի հերթական հայտարարությանը, և սա այն դեպքում, երբ Երևանը մերժում է միջանցքի գաղափարը, նաև խոսույթը, փոխարենը Բաքուն շարունակում է այն Զանգեզուրի միջանցք անվանել։ Տարածաշրջանային վերջին զարգացումները Նաիրի Մուրադյանի անդրադարձում։ Նիկոլ Փաշինյանի միջազգային տարբեր ամբիոններից, դիտողություններից, պարզաբանում ստանալու ակնկալիքներից հետո Ադրբեջանի իշխանություններն ավելի հաճախակի են կիրառում Զանգեզուրի միջանցք խոսույթը։ Ալիև Բայրամով զույգն ավելի ոգևորված է։ Թյուրքական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն են ներկա։ Ինչու չխոսել, չբարձրաձայնել թուրքական աշխարհը միմյանց կապող ճանապարհի մասին, որն անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի Միջին միջանցքի հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում։ Բայրամովը թյուրքալեզու գործընկերներին է նաև ներկայացրել Հայաստանին ուղղված նախապայմանները։ Ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ըստ ադրբեջանցու ամրագրված են սահմանադրության մակարդակով։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը իբրև թե բացատրել է իր գործընկերներին, թե ինչ է իրենից ներկայացնում Զանգեզուրի միջանցքը։ Այս երթուղին Միջին միջանցքի անբաժանելի մասն է։ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակում Թրիփի մասին հայտարարությունը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչնդոտ կապը Զանգեզուրի միջանցքով։ Խաղաղության ձգտող Ադրբեջանը գրեթե ամեն օր աշխարհին տեղեկացնում է, հասկացնում, որ աչք ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, եւ դա է պատճառը, որ ընդլայնում է եւ ավելացնում է իր ռազմական բյուջեն։ Սա խաղաղություն չէ, սա զինադադար է, որը օգտագործում է Ադրբեջանը, այնպես ինչպես 94-ից 2020 թվականին օգտագործել, զինվել, սպասել առիթին, եւ եթե առիթը գալիս է, իսկ այդ առիթը կարող է գալ, դա կախված է նրանից, թե
Իրան Իսլամական Հանրապետությունը ինչքան կկարողանա պահել Սյունիքի անձեռնամխելիությունը։ Իդեպ թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոյևը հայտարարել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ստորագրած համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է։ Էրդողանն էլ ակնկալում է, որ թյուրքական աշխարհն ավելի կարևոր դեր կխաղա տարածաշրջանի կայունության եւ անվտանգության գործում։ Azerbaycan ve Ermenistan arasında Մենք օգոստոսի 8-ին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը համարում ենք դերական քայլ եւ հույս ունենք, որ այն կշարունակվի։ Այս ամենի ֆոնին կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանի եւ Ալիևի Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտության կիրառման խնդիրը։ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել է, թե Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի տարածքին։ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են Հայաստանի տարածքին առնչվում է թրիփ նախագիծը։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Հարցը այո քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում եւ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։ Արևմտյան կիսագնդում ԱՄՆ կոնգրեսականներ Դարել Իսան եւ Գաս Բիլիրակիսը ներկայացրել են Կովկասում լարվածության կանխարգելման եւ փոխգործակցության առաջխաղացման մասին օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի դեմ նոր ագրեսիայի դեպքում։ Հերթական թղթի շերեփը, բանաձևերը ոչ մի բան չեն նշանակում։ Արցախը Ադրբեջան հարձակվեց, Արցախը այնտեղ ամբողջովին հայտարարեցի ինչ-որ մի եվրոպացի ինչ-որ մի բանաձև դրան խանգարում Միսկի խումբը հալտարի ասում էր ուշ չպիտի կիրառվեց, հետո ինչ արեց Միսկի խումբը։ Որևէ միջազգային բանաձև Ադրբեջանին չի կանգնեցնելու ագրեսիայի դեպքում, եթե չլիրանի գործոնը։ Իդեպ օրինագիծը դեռ գտնվում է օրենսդրական գործընթացի սկզբնական փուլում եւ դեռ չի քննարկվել կոմիտեներում։ Այն պետք է հաստատեն կոմիտեները, պետք է քվեարկեն ներկայացուցիչների պալատն ու սենատը, մինչեւ ԱՄՆ նախագահի ստորագրությանը ներկայացնելը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ տեղյակ չէ Թրամփի ուղի տրանսպորտային նախագծի համար Միացյալ Նահանգներից խոստացված $145 միլիոն առաջին տրանշի հատկացման կոնկրետ ժամկետներից եւ պայմաններից։ Նշել է, որ գումարը դեռ չեն փոխանցել։ Հովհաննիսյանն ասել է, թե անձամբ ներգրավված չէ բանակցային գործընթացում, բայց հաստատել է, որ այդ գումարը նախատեսված է ենթակառուցվածքների կառուցման առաջին փուլի համար։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Փարաքարը նոր համայնքապետ ունի, Օնիկ Հախվերդյանը սպանված համայնքապետի թիմից է։ Երկրորդ նախագահի թիմը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Հաշված օրեր հայտարարագիր լրացնելու համար, քանի քաղաքացի է արդեն լրացրել ՊԵԿ-ի հավելվածը։ Վրաստանի նախկին նախագահը ծրագրել էր մտնել նախագահական նստավայր Կոբախիձեի հայտարարությունը։ Պայթյուն Փարիզում պաշտոնաթող վարչապետի նստավայրի մոտ։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրել էր մտնել Թբիլիսի նախագահական պալատ, եթե հաջողեր երկրում պետական հեղաշրջում իրականացնել։ Հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով Զուրաբիշվիլին ցուցարների շարքում է եղել այն օրը, երբ հանրահավաքը վերաճել է նախագահական պալատի գրոհի։ Ղրիմը Ուկրաինա է, Գերագույն Ռադայում ելույթի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Խուան Սամպերտոյի խոսքով ԵԱՀԿ-ն անվերապահորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։ Փարիզում Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ մեքենա է հրդեհվել, այնուհետև պայթել։ Փարիզյանը հաղորդում է, որ միջադեպը գրանցվել է Մատինյոն պալատի մոտ պաշտոնաթող վարչապետ Սեբաստիան Լեկորնյու եւ գործընկեր քաղաքական գործիչների միջև նախատեսված հանդիպման ժամանակ։ Պայթյունից ոչ ոք չի տուժել։
Այժմ կրկին մեր երկիր ինչ շահեց Հայաստանը Վաշինգտոնյան փաստաթղթերից այս եւ այլ հարցերի է պատասխանել երկրորդ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը։ Թվարկելով բոլոր կողմերի շահաբաժինները, Քոչարյանը նշել է, որ Հայաստանի օգուտը զրոական է։ Խոսելով ներքաղաքական խնդիրներից, Քոչարյանը հայտնել է, որ իր թիմը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Թրամփի երթուղուց մինչև գալիք խորհրդարանական ընտրություններ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը քարտեզով էր եկել, մեկնաբանելով Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրն ու Վաշինգտոնյան գագաթնաժողովի համաձայնությունները, Քոչարյանն ասում է Թուրքիան Վրաստանի հետ ուղիղ հաղորդակցություն ունի, Վրաստանն իր հերթին Ադրբեջանի հետ, վերջինս Իրանի, Իսլամական Հանրապետությունն էլ Թուրքիայի հետ։ Ուրեմն Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով տրանսպորտային ներուժ չունի տարածաշրջանային երկրների համար, բացի Թուրքիա-Ադրբեջան կապն ապահովելուց։ Խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի կողմերի ստացած հնարավորությունների մասին, Քոչարյանն ասում է, Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կոնկրետ ստացել է ապագա միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանի փաստացի վերահսկողության եւ Նոբելյան մրցանակին Թրամփի տեխնացությունն առաջադրելու հնարավորություններ։ Ինչ է ստացել Ադրբեջանը, միջանցքի իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքով, Մինսկի խմբի լուծարում 907-րդ բանաձևի չեղարկում։ Ինչ է ստացել Հայաստանը, անկեղծանալով Քոչարյանն ասում է, փորձել է գտնել որևէ կոնկրետություն, զերո, միայն պրոբլեմներ, որոնց մասին խոստանում է ավելի ուշ ասել։ Իսկ խաղաղության մասին Ռոբերտ Քոչարյանը պնդում է, այն պետք է չլինի քաղաքացիական պայմանագրի մենաշնորհը, այլ հակառակը ընդդիմության, որովհետև իր նախագահ լինելու 10 տարիներին Հայաստանը եղել է ամենից խաղաղը։ Ինչ վերաբերում է ներքաղաքական հարցերին, ապա իշխանության հրաժարականին հասնելու հարցում ընդդիմության միավորումը իրատեսական չի համարում երկրորդ նախագահը, համագործակցությունը պնդում է պետք է բոլոր փուլերում լինի, նախընտրականից մինչև նոր խորհրդարան, իսկ ընդդիմության մեկ այլ տեխնացուի իր թիմը պատրաստ է աջակցել, ոչ թե պատրաստ եմ, այլ ուրախ կլինեմ, պատասխանում է ու ձևակերպում, կա շատ հստակ հասկանալի բանաձև, այն ուժը, որը հավաքում է առավելագույն ձայները, առաջադրում է վարչապետի տեխնացու։ Լրագրողները փորձում են հստակեցնել, ինքը մասնակցելու է ընտրություններին։ Քոչարյանն այն համոզմունքն ունի, որ իշխանության վերընտրվելու շանսը զրո է, իսկ ինքը թիմում այն տեխնացուն, ում պարագայում ավելի շատ ձայներ կստանան։ Էդվարդ Պողոսյան, Ժամ լրատվական։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին։ Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութում Փաշինյանը հարցնում է. եթե պատրաստվում եք խորհրդարանական ընտրությունների, բանավեճի չեք գալու։ Հիշեցնեմ, Փաշինյանը անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ իր գրառման արձագանքին նշել է, պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ձևաչափով հիմնավորել իր ասածները։ Առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակները մերժել էին բանավեճի հրավերը։ Փարաքարը Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո նոր ղեկավար ունի համայնքապետի պաշտոնում ավականու իշխող ապրելու երկիր խմբակցությունը միաձայն ընտրել է Օնիկ Հաղվերդյանին։ Նրա երթմնակալության արարողությունը հոկտեմբերի 10-ին կլինի։ Իդեպ ավականու նիստին մյուս երկու խմբակցությունները քաղաքացիական պայմանագիրն ու ազգային առաջընթացը չեն մասնակցել։ Դրա ավարտից հետո լրագրողների զրույցում ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, թե իրենք համարում են, որ Գրիգորյանի սպանությունը առայժմ բացահայտված չէ։ Ենթադրյալ սպանություն կատարող անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չի նշանակում հանցագործության բացահայտում, ակնհայտ է, որ եղել է կազմակերպված պլանավորած սպանություն եւ բազմաթիվ հարցեր կան, բազմաթիվ մտահոգություններ կան, որի համակարգը պետք է զբաղվի։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների 2 հարազատ է կալանավորվել 1 ամսով պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի գործով։ Նրանց մեղադրանքի առաջադրվել պաշտոնատար անձի օրինական, ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ Իրավապաշտպանը սակայն կարծում է դատական համակարգը չարաշահում է խափանման միջոց կալանքի կիրառումը։ 2020-ի պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են պաշտպանության նախարարության մուտքի դիմաց։ Պահանջը նույնն է։ Տեղեկություն են ուզում հարազատների ճակատագրի վերաբերյալ։ Պահանջում են նաև գործուն քայլեր ձեռնարկել նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Զինվորների ծնողները ցանկանում էին հանդիպել գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ եւ ժամեր շարունակ կանգնած էին մուտքի առջև։ Մի պահ նրանց եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։ Ծնողներն ի վերջո հանդիպեցին Ասրյանի հետ, սակայն օրեր անց քրեական գործ հարուցվեց ծնողներից երկուսի նկատմամբ։
նկատմամբ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, խուլիգանությունը եւ 452-րդ հոդվածի առաջին մասով պաշտոնատար անձի օրինական, ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, որոնցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ կալանքը։ Իրավապաշտպանները նշում են, որ Հայաստանում վերջին տարիներին իրավապահ եւ դատական համակարգը սկսել են չարաշահել խափանման միջոց կալանքի նշանակումը, առավել եւս այն անձանց նկատմամբ, որոնք անցնում են քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով։ Անհետ կորածներից մեկի հարազատը Արսեն Ղուկասյանը, ով պաշտպանության նախարարության դիմաց տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով կալանավորված է, բավականին հայտնի արդեն լայն հանրությանը, որովհետեւ մշտապես ակտիվ մասնակցում է մյուս ծնողների հետ տարբեր ակցիաների եւ թույլ չի տալիս, որպեսզի մոռացության մատնվի իրենց որդիների հայտնաբերման խնդիրը։ Քննիչը, այսպես ասած, հիմնավորել է, որ ինքը ունի ղեկավար դիրք անհետ կորած անձանց հարազատների շրջանում, ընդ որում չեն նշել, որ անկարգություններ կարող է կազմակերպի, հենց նշել են, որ ինքը ղեկավար դիրք ունի եւ կարող է համանման ակցիաներ կազմակերպել, հետեւաբար անհրաժեշտ է իրան, այսպես ասած, մեկուսացնել այդ հնարավորությունից։ Դեպքից հետո մի շարք լրատվամիջոցներով սկսեց շրջանառվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է կալանավորված Արսեն Ղուկասյանը բեռնախցիկից ինչ-որ բան վերցնում եւ թափահարում այն գլխավերևում։ Մեկնաբանության մեջ նշվում էր, որ դա մետաղյա ձող է։ Իրականում, սակայն, դա Ղուկասյանի ձեռնափայտն էր, որը կրում է իր հետ շարժողական խնդիրների պատճառով։ Բայց այս ամենից զատ առաջնային խնդիրը խափանման միջոց կալանքն է։ Ինչի համար է կիրառվել հենց դա, այլ ոչ, ասենք, տնային կալանքը։ Դատարանը գտել է օրինակ, որ մարդը կարող է փախչել եւ խուսափել քննությունից ու պատիժ կրելուց։ Մենք ասել ենք, որ այս մարդը փախուստի դիմելու որևէ պատճառ, հնարավորություն, փաստարկված տվյալ չունի, որովհետեւ ինքը մեծ առաջնահերթություն ունի գտնելու իր անհետ կորած հարազատին։ Ինքը ուր պետքա փախնի այս երկրից։ Հանավանտել, որ նելի հետապնդում ա եղել եւ արդարացվել է, բայց նույնիսկ այդ հետապնդման ժամանակ Արսեն Ղուկասյանը գնացել է ընդհանուր Մոսկվա, հետ ա եկել 2 անգամ։ Իդեպ, Արսենի կալանավորման որոշումը ոչ թե Աջափնյակի դատարանում է եղել, որտեղ ի սկզբանե պետք է լիներ, այլ Նոր-Նորքի, որտեղ դատավորը կես ժամում որոշում է ընդունել։ Այն պարագայում, որ փաստաբանը մեծաթիվ փաստաթղթեր է ներկայացրել, որոնք ընթերցելու համար մի քանի ժամ կպահանջվեր։ Սա փաստաբանին մտածելու տեղիք է տալիս, որ կալանքի որոշումը կայացվել է մինչև դատական նիստի սկսվելը։ Արմեն Աթելյան, Ժամը լրատվական։ Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել եկամուտների հայտարարագրման համար, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է, չլրացնես նախ կզգուշացնեն, հետո կտուգանեն 5-ից 50 հազար դրամով։ Զուգահեռ նաև պետությունը փորձում է հեշտացնել քաղաքացու գործը, ասում է, եթե տեսանելի եկամուտներից բացի այլ գումար քարտից չի նստում, հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Տնտեսագետները մինչդեռ այս պահանջը պարտադրանք են դիտարկում։ Քիչ ժամանակ է մնացել եկամուտները հայտարարագրելու համար, իսկ քաղաքացիների մեծ մասը չի էլ շտապում հաշվետվություն ներկայացնել պետությանը։ Ըստ պաշտոնական տվյալների, մինչև այժմ 700 հազարից շուրջ 123 հազարն է լրացրել հայտարարագիր, մինչդեռ վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել։ Այս տարվա ապրիլին պետությունը հայտարարագիր լրացնելու ժամկետը մայիսի 1-ից հետաձգեց նոյեմբերի 1-ը, հորդորեց չանտեսել պետության պահանջը, հակառակ դեպքում կտուգանեն, բայց սա էլ չօգնեց։ Մասնագետները նկատում են, ներկայացվող թվերն են փաստում, որ ամբողջովին տապալել են հայտարարագրման գործընթացը։ Չեն կարողացել ապահովել նվազագույն քանակը, որ 15%-ի շրջանակներում է մոտավորապես, ինչը հավասար է հայտարարագիր չներկայացնել։ Չներկայացնողը չի նշանակում ոչ օրինապահ, ներկայացնողը օրինապահ։ Այստեղ գործ ունենք պարտադրանքի հետ, օրինակ որևէ պետական հիմնարկում աշխատող քաղաքացուն պարտադրել են, որ ներկայացնի, բայց ի սկզբանե մենք հայտարարել ենք սա որպես տնտեսական բռնության գործիք եւ չներկայացնելը ոչ թե անօրինական գործողություն է, այլ ընդհանրապես բողոքի ակցիա է, բոյկոտ է այս անօրինականության դեմ։ Անցած տարվա եկամուտները հայտարարագրելու համար քաղաքացիները նախ պետք է նույնականացման ID քարտ ու էլեկտրոնային ստորագրություն ստանան, որը ձեռք բերելն ի դեպ մեր երկրում մեծ ճոխություն է դարձել։ Անձնագրային բաժիններում մեծ հերթեր են, էլեկտրոնային եղանակով հերթագրման համար ամիսներով սպասել է պետք։ Ու հենց այստեղ է, որ սկսվում է իրական գլխացավանքը։ Այսօր մեր որոնման պահին համակարգը գրանցման ամենամոտ ժամկետը դեկտեմբերը առաջարկեց։ Գուցե հենց այս տեխնիկական խնդիրներն են ստիպել, որ պետությունը գթասրտություն դրսևորի։ Իշխանական падգամավորը 3 հայտարարեց, պարզեցնում են գործընթացը։ Շեշտեց, պատժողականի փոխարեն մոտիվացիոն քաղաքականություն են կիրառում։ Եթե քաղաքացին Պեկին տեսանելի տեղեկությունից բացի որևէ այլ եկամուտ չունի, կարող է նույնիսկ մուտք չգործել այդ համակարգ։ Քաղաքացու հայտարարագիրը կհամարվի ինքնաշխատ լրացված Պեկի տվյալների հիման վրա։ Չլրացնելու համար հայտարարագիրը
որևէ էական կամ էական չէ, պատասխանատվություն չի լինի։ Իհարկե, սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը հստակ գիտի, որ ինքը ունի եկամուտներ, որոնք պետական եկամուտների կոմիտեին հասանելի չէին։ Մենք հետևողական ենք լինելու, որ ամբողջությամբ այս չարիքը տնտեսական բռնության գործիքը տապալվի, սպասում ենք ուղղակի նրանց հայտարարությանը հաջորդող փաստաթղթային տարբերակով իրավական ակտի նախագծին, որին առարկայական անդրադարձ կատարենք։ Կասկածում ենք, որ ծուղակ են ստեղծում նոր։ Մինչև նոյեմբերի 1-ը իրենց եկամուտները չհայտարարագրած քաղաքացիները գործող օրենքով նախազգուշացում կստանան, որից հետո 30 օրվա ընթացքում պիտի հայտարարագրեն եկամուտները։ Կրկին չհայտարարագրելու դեպքում կտուգանվեն 5-ից 50,000 դրամ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հայկական տեղական արտադրանքը պարզվում է հաճախ այնքան էլ տեղական չէ, երբ խոսքը օրինակ կաթնամթերքի մասին է։ Թթվասեր, յուղ, կարագ կամ պաղպաղակ արտադրող հայ գործարարները սկսել են հարևան Իրանից սերուցք ներմուծել, եւ երբ Հայաստանից էլ այս արտադրանքը փորձում են արտահանել ԼԱՏՄ շուկա, խնդիրներ են առաջ գալիս, որովհետև այս շղթայի ընթացքում ըստ էության չեն պահպանում ԼԱՏՄ կանոնակարգը։ Իրանական սերուցքը կրկին մտել է հայկական շուկա ու դարձել կաթնամթերքի հիմք կարագից միջև պաղպաղակ, բայց ըստ մասնագետների տեղական արտադրության պիտակով։ Լրատվամիջոցներին պետեկամուտների կոմիտեից պաշտոնապես հայտնել են, որ ներմուծումները կատարվել են մի շարք ընկերություններ։ Դեռևս 2023-ին էր Ռոսելխոզնադզորը սահմանափակել Հայաստանից դեպի Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը։ Ռուս մասնագետները ուսումնասիրել էին շուկան ու հայտնաբերել իրանական հումք, որն արգելված էր ԼԱՏՄ երկրներում։ Մինչդեռ Հայաստանում շարունակում են հակադարձել, պատշաճ վերահսկում են շուկան։ Քանի որ մենք կաթի գծով ինքնաբավ չենք եւ քանի որ ամեն տարի պակասում է մեր կաթնատու խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, ստիպված կամ պետք է կաթի փոշի ներմուծենք կամ էլ սերուցք։ Իսկ համեմատաբար լավ որակի սերուցքը հենց իրանականն է, վստահեցնում է գյուղոլորտի փորձագետը։ Սերուցքը, երբ որ Հայաստան մարտադրում է վերածում է կարագի, դա օրինական դառնում է հայկական ապրանք։ Հումքը սերուցքն է եղել, բայց հու կարագ չէ, չեն բերել կարագը, ծագման սերտիֆիկատը փոխել, մցրել կարագ։ Ռուսաստան ուղղակի Բելարուսիայի հետ կապած, որպեսզի բելարուսական կաթնամթերք ավելի լավ վաճառվի, որոշակի արհեստական խոչընդոտներ առաջացրեց մի պահի, պլյուս ռուսական ռեեստրում չգրանցված ընկերությունները չեն կարողանում արտահանել։ Մասնագետների խոսքով կաթնային յուղով արտադրված կաթնամթերքը շուրջ 30-40%-ով թանկ է սերուցքով արտադրվածից, քանի որ կաթնային յուղն ավելի թանկ է եւ պահանջարկը էլ ավելի մեծ։ Մեր կաթնամթերքի հատկապես կարագի արտահանման նախադեպ աճեր գրանցվել եւ ռուսական կողմում հարցեր առաջացել։ Արդյոք այսպիսի ծավալի հումք Հայաստանում արտադրվել է։ Նաեւ ուսումնասիրել էին Հայաստանից սերուցքի ներմուծումը։ Ստուգումների եւ համադրության արդյունքում եզրակացրել են, որ օգտագործվել է իրանական սերուցք։ Ժամը լրատվականի այն հարցմանը, թե արդյոք ԼԱՏՄ համաձայնագրում կա կետ, որ եթե հայ արտադրողը ռուսական կողմին փորձի մոլորեցնել ու ոչ հայկական սերուցք օգտագործի կպատժվի, ՍԱՏՄ-ից ասում են, որ ԼԱՏՄ տեխնիկական կանոնակարգով չկա նման պահանջ, որ պետք է լինի միայն տեղական հումք, չի սահմանվում հումքի ծագման պարտադիր պահանջ։ Ցանկացած սննդամթերք, այդ թվում եւ իրանական սերուցքը ըստ ՍԱՏՄ-ի սահմանին անցնում է թե փաստաթղթային, թե լաբորատոր փորձաքննություն։ Եթե որակային որևէ խնդիր լինի, ապա խմբականակ Ռուսաստանի Դաշնություն չի մտնի։ Ռուսական կողմի պահանջը հետևյալն էր. մենք ունենք պարսկական արտադրանք Ռուսաստանում, պարսկական կաթնամթերք շատ լավն է, նորմալն է, որակովն է։ Մենք հայկական կողմից ուզում ենք բացառապես հայկական արտադրանք, հայկական հումքով, որպեսզի ինքը իր նիշան գրավի։ Նրանք, ովքեր 2 տարի առաջ ունեցել են խնդիր, հիմա դարձյալ քիչ-քիչ մտնում են ռուսական շուկա։ Արդյոք էլի նման խնդրի առջև չի կանգնի հայ արտադրողը, ՍԱՏՄ-ից հստակ չեն պարզաբանում, բայց դե չեն էլ բացառում։ Տնտեսվարողն էլ ոչ հայկական հումք օգտագործելու պատճառով ստիպված պետք է հետ կանչած ապրանքը պահի սառնարանում, տեղում իրացնելու հույսով միլիոնների վնասը գլխին կախված։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար կվերադառնանք րոպեներ անց։ Ինչու պատմության գիրկը ուղարկեցին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Եվ Էրեբունի Երևան տոնակատարություններ մայրաքաղաքում հոկտեմբեր 11-12-ին։ Մեթեո աշխարհ ջերմաստիճանն է ապես չի փոխվի, ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։
Էրեբունի Երևան 2807-ամյակի տոնակատարության շրջանակներում 2 օր շարունակ քաղաքը կլցվի երաժշտությամբ, պարո և մշակութային ներկայացումներով։ Տոնական միջոցառումները կմեկնարկեն փառատոնով հոկտեմբերի 11-ի երեկոյան Դիանա Աբգարիի այգում էլեկտրոնային երաժշտական փառատոնով։ Քաղաքը կհյուրընկալի տոնական միջոցառումներ Շարլ Անձնավուրի հրապարակում, Կասկադում, Հյուսիսային պողոտայում, Սախարովի և Հանրապետության հրապարակում։ Որոտանի հիդրոկասկադը, որ մեր երկրի էներգետիկ անվտանգության երաշխավորներից է, ապահով ձեռքերում է։ Առաջին բանկը հանրապետության էներգետիկ համակարգի ֆինանսավորման ամենախոշոր գործարքն է կնքել, ինչը վկայում է Հայաստանում խոշոր ամերիկյան ներդրողների կարիքները սպասարկելու կարողության և տնտեսության աճող ներուժի մասին։ Հայաստանի էներգետիկ համակարգի համար խոշորագույն ֆինանսական գործարքի ստորագրման արարողությունն է հայկական բանկային համակարգի կողմից։ Կնքվեց Որոտանի հիդրոէլեկտրոկայանների կասկադի Որոտան գետի երկայնքով տեղակայված 3 հիդրոէլեկտրոկայանների պորտֆելի $135 միլիոն վերաֆինանսավորման համաձայնագիրը Առաջին բանկ և Contour Global Hydrocascade փակ բաժնետիրական ընկերությունների միջև։ Հայաստանի խոշորագույն բանկի Առաջին բանկի հետ համագործակցությամբ իրականացված գործարքը ծառայելու է առկա պարտքի վերաֆինանսավորմանը, կապիտալի կառուցվածքի օպտիմալացմանը։ Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ այդ գործարքը վկայում է ամերիկյան ներդրումների երկարաժամկետ և կայուն ներկայության մասին Հայաստանում և փաստում է, որ Որոտանի հիդրոկասկադը, հանդիսանալով հանրապետության էներգետիկ անվտանգության երաշխավոր, գտնվում է ապահով ձեռքերում։ Այսօր մենք վկայում ենք, թե ինչպես կարող է համատեղվել ամերիկյան ներդրումային փորձը, հայկական ֆինանսական հատվածի ներուժը և մեր երկրի տնտեսական ռազմավարական շահերը։ Սա ուղերձ է նաև միջազգային ներդրողներին։ Հայաստանը վստահելի գործընկեր է, որտեղ ներդրումները վերածվում են իրական արդյունքների թե տնտեսության, թե հասարակության համար։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ խոշորագույն գործարքն է, որի միջոցով հնարավորություն է տալիս Contour Global Hydrocascade ընկերությանը վերավարկավորել իր վարկերը միջազգային կառույցներից և տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, այսինքն Առաջին բանկ։ Այս գործարքը հնարավորություն կտա օպտիմալացնել ընկերության կապիտալը և նաև ուշադրության կենտրոնում պահել Որոտանի հիդրոկասկադը, որը ռազմավարական նշանակություն ունի երկրի էներգետիկ համակարգի համար։ Ըստ Կենտրոնական բանկի նախագահի, հայաստանյան բանկերը վաղուց անցել են պարզապես ֆինանսական միջնորդ լինելու սահմաններից, դառնալով երկրի տնտեսական շարժիչ ուժերից մեկը, ներդրումներ կատարելով ռազմավարական ուղղություններում, աջակցելով խոշոր նախագծերին, հեռանկարային գործարար նախաձեռնություններին։ Այսօր ստորագրվող պայմանագիրը Առաջին բանկի և Contour Global Hydrocascade-ի միջև ոչ միայն լոկ փաստաթուղթ է, այլև վստահության, երկարաժամկետ տեսլականի և գործընկերության խորհրդանիշ։ Այս տասնամյակի ներդրումները վկայում են ընկերության երկարաժամկետ հանձնառության մասին ուղղված Հայաստանի էներգետիկ անցմանը և այն համայնքների բարօրությանը, որտեղ ընկերությունը գործում է։ Գործարքը տեղի է ունենում Contour Global-ի համար նշանակալից մի ժամանակահատվածում, երբ ընկերությունը նշում է իր գործունեության 10-ամյակը Հայաստանում։ Տեխնոլոգիական արդիականացումներից բացի Contour Global-ը նաև աջակցել է համայնքային նախագծերին, որոնցից օգտվել է ավելի քան 120,000 մարդ և ամրապնդել է կապերը Սյունիքի մարզի հետ կրթության և երիտասարդության զարգացման նախաձեռնությունների միջոցով։ Նայիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Երրորդ նախագահը կարծում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին իշխանությունը գիտակցաբար է թույլ տվել խախտել օրենքով նախատեսված ժամկետները։ Այնուհետև ասել են, ինչու եք բերում լիագումար նիստերի օրակարգ, այլ ուղարկեք արխիվ։ Այս եւ օրվա կարևորը տեսաշարում։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալու են արխիվ ուղարկել կապիտուլյացիայի իրենց մեղքը։ Իհարկե չեն կարողանալու։ Դատարանի բակում ասել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա կարծիք է հայտնել, որ խորհրդարանում հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներին ասել են, որ հանգիստ աշխատեն, հետո արդեն կտեսնեն, թե ինչ է լինելու եւ այլն։ Եվ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ուսումնասիրության ժամկետները։ Հետո ասել են, դե որ խախտել են, ինչու եք բերում ազգային ժողով, ինչու եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ, նշել է Սարգսյանը։ Իրանց մեղքերն են այնտեղ գտնել այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում։ Իհարկե կլինեն մարդիկ, այսպես ներդրված մարդիկ, ովքեր կփորձեն հեքիաթներ պատմել, բայց
Լավ, գերագույն գլխավոր հրամանատարը իրենք են, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները, ապա ինչ։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենն անձամբ եւ խմբի կազմում իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց։ Նա Երևանում կառուցվող շինարարության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու համար 2024 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին տվել է 2 միլիոն դրամ կաշառք։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Երևանի մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները 8 այլ անձանց հետ խարդախությամբ հափշտակել է շուրջ 20 միլիոն 710 հազար դրամ։ Քննչական կոմիտեն պարզել է, որ 2021 թվականին մետրոպոլիտենի եւ տվյալ անձանց միջև կնքվել է պայմանագիր վագոնների վերանորոգման աշխատանքների կատարման համար, սակայն այդ անձինք երբեք չեն այցելել հավաքակայան եւ չեն իրականացրել պայմանագրով նախատեսված որևէ գործողություն։ Նախաքննության արդյունքում պարզվել է, որ խմբի անդամները մետրոպոլիտենի աշխատակիցներ չեն եղել։ Նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 6 անձի վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն, իսկ նրանց գույքի վրա դրվել է արգելանք։ Շաքի ջրվեժում Gender Party իրականացրածները տուգանվել են 80,000 դրամով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից։ Քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Թողարկման այս հատվածում մարզաշխարհի նորություններ, Երվանդ Հակոբյանն է շարունակում։ Բարի երեկո, եթերում մարզական նորություններն են։ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ, պայքարի մեջ է մտել մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 88 կիլոգրամ քաշային Սուրեն Գրիգորյանը։ Հայ ծանրորդներից պայքարն ավարտել են Գառնիկ Չոլակյանն ու Գոռ Սահակյանը։ Չոլակյանը երկամարտում զբաղեցրել էր 10-րդ տեղը, Սահակյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ։ Շախմատի մասին Բաթումիում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2-2 հաշվով է ավարտել Խորվաթիայի հավաքականի հետ դիմակայությունը։ Հայաստանի հավաքականի կազմում խաղում էին Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել էր Լիտվայի թիմին։ Կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում 2.5-1.5 հաշվով հաղթել է Ռումինիայի թիմին։ Եվրոպայի թիմային առաջնություններում կանցկացվի 9 տուր։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը նախապատրաստվելով առաջիկա հանդիպումներին։ Վնասվածքի պատճառով ազգային թիմի ճամբարը լքել է ռուսական ակրոնի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Հունգարիայի հավաքականին, իսկ դրանից 3 օր անց Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ։ Թուրինի Յուվենտուսի եւ Մադրիդի Ռեալի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն նշանակվել է Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Իտալացի մասնագետը մինչև այս գլխավորել է մի շարք թիմեր, այդ թվում Սաուդյան Արաբիայի Ալ Նասրը, Զագրեբի Դինամոն, իտալական Ուդինեզեն։ Հիշեցնենք, որ Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։ Ինտեր Մայամիի հաշմանդամություն ունեցող տարեց երկրպագուն ձեռքին դաջել է Մեսսիի ստորագրությունն այն բանից հետո, երբ ստացել է արգենտինացու ստորագրությունը։ New England Revolution-ի հետ խաղից առաջ Մեսսին մոտեցել է երկրպագուին եւ ստորագրել մարզաշապիկի վրա։ Ինտեր Մայամին այդ խաղում հաղթել է 4-1 հաշվով։ Այսքանն էինք առանձնացրել օրվա մարզական լրահոսից։ Եվ եղանակի մասին ինչ սպասել մայրաքաղաքում եւ մարզերում, ինչպես միշտ կպատմի Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվելու, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 24-ից 28 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 26-ից 31, Լոռիում 24-ից 27,
Տավուշում 25-ից 28 աստիճան, Արարատում Արմավիրում կդիտվի 29-ից 31, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 28-ից 30, Սյունիքի նախալեռներում 22-ից 26 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 12-ից 14, ցերեկը 28-ից 30, երեկոյան 20-ից 22 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։